Մի հատ է վերջում փաստորեն իրանց թված ես չեմ լսում, մունած են գալի հետևից ես հասկանում եք։ Յանի ես կամերան պահել եմ իրա վրա, ավտոբուսից իջանք, հիմա օպերայի տարածքում ենք, այս է մեր ավտոբուսը, որ ես նստած էի, գալիս էի, ասեմ, որ ինձ ահավոր դուր էր գալի առաջ ավտոբուսներով շարժվել էստեղ ընդեղ, հետո COVID-ի սկսելուց հետո մոտս պանիկա սկսեց, արդեն ազվադեպ էի տնից դուրս գալի, բայց երբ դուրս էի գալի միայն տաքսիներով, հետո սովորեցի տաքսիներին, հիմա հասկացա, որ ավտոբուսից ճիշտ բան չկա, դրա համար շատ հավես է, հաճելի է ու համեմատած տաքսի է, իհարկե 20 անգամ ավելի էժան։ Տաքսին օրորիդ հանգանում է, ինչ իմաստ ունի շարժվել տաքսիներով, եթե կարելի է ավտոբուսներով։ Ճիշտ եմ, թե չէ, ընկերներ ջան, գրեք մեկնաբանություններում, հիմա մենք համաձայն մեր ծրագրի պետք է Հյուսիսային պողոտայով շարժվենք, հասնենք հրապարակ, հետո վերնիսաժ, իդեպ ես արդեն մտածել եմ ինչ պետք է առնենք։ Մեր Մարիաննայի աղջիկի համար ինձ թվում է ամենալավը կլինի հայկական կոլորիտով տիկնիկը։ Համոզված եմ, ստեղ մեր մոտ կանաչ լույս է, բայց ավտոբուսները քշում են մեր վրա։ Նորմալ է, Երևանում եւ Հայաստանում պետք է հույսը դնես քո վրա մենակ եւ լինես շատ ուշադիր, աչ ու ձախ։ Սա էլ սենց եղանակի մասին խոսանք մի քիչ էլ, նայս չի շատ շոք է, բայց միջին կասեի, միջին, շատ ուժեղ շոք չի, հաճելի շոք է, դա էլ տենց տանելի շոք է, սենց կանվանը, մենք շարունակենք քայլելը, հիմա հասնում ենք արդեն օպերայի բակ ու արդեն մնացած ինքները դիտեք Հյուսիսայինով դեպի հրապարակ, լավ է չէ, որ Հյուսիսային պողոտան կա, հասա կպնում է օպերայից հրապարակ, սիուն, որ չելներ ինչ ենք անելու։ Երևի ժամերով պիտի քայլենք, հակառակ կողմով գնայինք, հասնեինք, հա։ Բա։ Այս բան էր հարգելիներս, հարգելի հետևորդներ, սիրելի հետևորդներ, ասեմ, որ ես ինչ-որ անհասկանալի հոգեբանական կապի մեջ եմ ձեր արդեն, ասանք Հյուսիսային պողոտա։ Դրսում թեթև քամի է, հուսով եմ ձենից չի կտրտվի, հոսքը նորմալ է մարդկանց, դե հələ ժամը քանիսն է, 3 չկա, 3-ին 10 պակաս մոտավոր, ելել եմ արագ գործերս անեմ, մեկ է գաթայի համար վաներ պիտի առնենք, ձու, կարակ, մածունով եմ պատրաստելու, այս անգամ թթվասերով չեմ անելու, շարժվենք դեպի ներքև, եսը արդեն անցել ենք, հետևաբար մնացել եմ մյուս կեսը, հասի հումոր անեմ, նենց, տեսեք ես էլեկտրական սամակատը ինչա կոչվում, հեսա իմ հետևը, սպանեց չեմ վերցնի, կարմիր լույսեր, բայց անցանք, ոչինչ, ես դրա իմաստը չեմ հասկանում, որն է դրա իմաստը, երբ անգամ քշել չիմացողները ու անգամ երեխեքն են վերցնում, գնում են ստեղ ընդե 1000 անգամ տեսել եմ, ավերայի բունա, հետել եմ 1000 անգամ տեսել, այս որ կներեք, ես դրա իմաստը չեմ կամ հասկանամ,
Հիմա գետնանցումով անցնում ենք դեպի մետրո, որպեսզի մյուս կողմից ես հանգիստ գնամ դեպի վերնիսաժ, բայց դա գրած է մեր մոտ Հալեպի շուկա, ոնց հետաքրքիր է, թե դա որտեղ է։ Չգիտեմ, եղել է սկրպակներից մեկն է։ Շարժվենք դեպի աստիճանները և դեպի բառեր ինչ-որ մոռանում եմ այսօր։ Լավ չի էջ։ Հուսով եմ շոկից է։ Եվ դեպի վերնիսաժ։ Ես էլ սենց հազիվ ասանք վերնիսաժ։ Ձերքի գործերը ես եմ գործում, դրանք կաշիատակել եմ։ Բոլորը դուք եք։ Հա? Եվ պատրաստ։ Սրանք այս կաշիողը չեն։ Առաջի հաճախորդն եք 1500-ով կտամ, անկեղծ եմ ասում։ Ինչպես թեյերը, նանայա, ուրց և նանայա, վայրի նանա։ Դե սարերից հավաքած շատ մաքուր վիճակում այդպես է։ Գինը 1000 դրամ։ 1000 դրամ։ Եվ ամենակարևորը մի հատ որ ուշադրություն դարձեք շատ մաքուր է։ Հիմա հերթով մի շարքով մինչև վերջ գնում ենք, թեքվում ենք մեջտեղի շարքով մինչև վերջ, հետո գալիս ենք ստեղ նորից այս շարքով մինչև վերջ, որ ոչ մի բան բաց չթողենք հանկարծ ու տենանք թե որտեղ է հիմա իմ նախընտրած տիկնիկը, ինձ թվում է դա լավագույն նվերը կլինի, բայց մինչև այդ մի երկու հարց Վերջնական համոզվեցի, որ շատերը սինդրոմ ունեն, չնկարվելու վախ ունեն, ինչ-որ չեմ ջոգում ինչի հետ է դա կապված, այն կարգի, որ գինը ինձ չեն ուզում ասեն, որտեղ ասում են նկարում ես ուժս։ Այստեղ առանձնապես ոչ մի հետաքրքիր բան չկա մեր մոտ, ինչ ինձ պետք է Չնամ եք այսօր այս են նկարելու, եկել եմ պրոստը բան առնելու և ռուկզակներ եմ տեսնում։ Նայեցինք ռուկզակները չէ, սյոտակի ռուսի ասաց, ես իմ ասացին եմ մնալու ու վերջը տիկնիկ են կնելու, հեսը կտենակ, որ տենց հետնելու է, ինենք առաջ, հիմա նկարների բաժնով ենք անցնում, սուրճի, սուրճազվների և այլն, ոչինչ մեզ տեղից չի հետաքրքրում, հնացինք առաջ, Մեծերը 3000, փոքրերը 2000 դրամ։ Հիմա մի շարք եկավ ֆրանկ, լավն էր դուրս եկավ, բայց եթե ավել լավ
գին լինի եւ ոչ միայն գին, այլ նաեւ տիկնիկ, իհարկե կառնենք։ Մի հատ է վերջում փաստորեն իրանց թված ես չեմ լսում, ունած են գալի հետևից ես հասկանում եք։ Յանի ես կամերան պահել եմ իրա վրա ու տենց ինչի եմ իրան խոսացնում, հասկանում եք։ Ինչա չգնացի եւ հիմա ֆռում եմ, որ տենամ էլ ինչ հետաքրքիր բան կա։ Չեմ հասկանում մի խոսքով հանգիստ ենք նայում ամեն ինչին ժպտում ենք եւ շարժում ենք առաջ, տեղել եմ պիկնիկ տենում։ Այդպես։ Բարև։ Ինչ առան այս պիկնիկները։ Դուսավեբրը։ Գնանք առաջ։ Մեզ ողջունում էին։ Շարժվենք առաջ, արդեն հասանք առաջի շարքի վերջին ու ստեղ մեզ հետաքրքրող ընդհանրապես ոչինչ չկա, մեր թեմատիկայով հասանք արդեն Խանջան փողոցի կողմ, հիմա կֆռանք մեջտեղով դեպի հետ, ինչպես ասել էի։ Այստեղ ինչ-որ մայկա եմ տեսնում հետաքրքիր, մի րոպե ձեզ հետ ցույց տամ։ Ում հետաքրքիր է իհարկե 10,000, 8,000 եւ 5,000 դրամային այս չափսերի այդ մայկաները հայկական կոլորիտով։ Հիմա շարժվենք մեջտեղի շարք արդեն, տեսնենք էլ ինչ կա մեր մոտ։ Ու շարունակենք այլելը։ Առայժմ ոչ մի հետաքրքրող բան։ Տիկնիկ եմ անգալի, հələ որ երկու տեղ եմ տեսել, մեկ տեղից չեմ առնելու այլևս, վայելը ոչի իրենց վայելաձևի համար, մյուս տեղից կտեսնենք հիմա։ Մարդ այդքան անշնորհակալ չի կարա լինի, էլի։ Այս տիպի մայկաներից շատ են ոնց հասկանում եմ, ավելի ճիշտ ֆուտբոլկաներից, հայկական կոլորիտով, վրան կարված է, ոչ թե բան արած, ապած չի կարված է, շատ հետաքրքիր է, ստեղ էլ 7,000 էր, ու եթե նկատում եք ամենտեղ կա դրանից, նրա համար մեզ դա անհրաժեշտ չի։ Արդեն գնացի, ինչ եմ գնաց, ցույց եմ տալու տանը, հիմա ցույց չեմ տա։ Եվ ինձ թվում է իմաստը չունի արդեն մնացած բաներով անցնելու, որտեվ մեզ ինչ պետք էր մենք առանք արդեն։ Այս որ իմաստ չեմ տնում, էլի շարունակելու, հիմա քայլենք առաջ, տենանք ինչ կա չկա, խոսանք մի քիչ։ Միտը նստենք։ Սառը ջուր խմենք իհարկե առաջնահերթ, որտեվ ջուր եմ ուզում։ Դա ես իմ հետ վերցրել եմ, իհարկե ոնց որ միշտ տենց։ Կամ արտադրիչի տուն հասնենք, որ ցույց տամ, հեսա կնստենք, մի անգամից ցույց կտամ, ինչ եմ առել։ Շրաբանա սառը ջուրը չէ, կակրաս սառնանից հանել է, լցրել էի, չև հասանք ստե դարավ արդեն խմելու համար լավ սառը ջուր, հաճելի սառը ոչ թե ահավոր, դնում ենք հիմա կամ կդնենք եսը սումքի մեջ ու ցույց տամ ինչ եմ առել, մի անգամից տեսեք, ուրեմն այս տիկնիկն եմ առել, լրիվ հայկական կոլորիտով, մի հատ է կարմիրը կար, ինձ ասացին, որ կարմիրը ոչ այդքան հայկական ստայլ է, դրա համար ավելավ կլինի ես վերցնեմ, ես էլ լսեցի, եսա, տեսեք, ընտիր վրենը բանը դրած է, հենց էտիկետ կան, թե ում արտադրանքն է, համարը,
Կարող է պետք գա Մարիանային եւ բացի սրանից նաեւ առել եմ այսպիսի տեսեք էլի հայկական կոլորիտով սիրուն բլոկնոտ այչը գրելու համար անտիր էջանշան է կա իմիջայլուց իր երեխան իհարկե գրելու համար էլ փոքր է բայց դե հիմա փոքր է գրելու համար թող մատիտ վերցնի նկարի Էդ էլ է ինչի չէ սպամունք է էլի դուր կգա եւ այսպես սիրուն տոպրակա գրած I love Armenia Հենց որ ամեն ինչ նենց ոնց որ պետք է ակրաս Ամերիկայից եկած հայերի համար իմ շատ լավ շատ հարազատ իմ համար ընտանիքի համար սա եմ նվիրելու եւ արդեն ասի հեսա գաթեի բաները պետք է առնենք մթերքները Վերնիսաժը ասեմ արդեն որ երրորդ անգամ եմ նկարանում երևի այս աշխատողները հիմա կնայեն կասեն այ մարդ գիժ է այս տղան երևի սենց բան անում գալիս է նկարում անդադ բան բայց ես եթե անկեղծ իրանց ռեակցիան չեմ հասկանում հարցրեցի տեխնիկը ինչքան է ամենասկզբից նորմալ խոսացինք, նորմալ գնացի առաջ, այդ մարդուն թված ամենայն հարգանքով, տեսեք ես ձեզ ոչ բան եմ անում, ոչ մունաթ եմ գալի, ոչ բան, ամենայն հարգանքով պարզապես իմ դժգոհությունը հայտնում եմ ես տեսախցիկից այն կողմ ձեզ, ինչի համար, որտև 4-5 մետր գնացի այն կողմ, այս վաճառողին, տվյալ դեպքում վաճառողուհուն, էական չի դա, թված թե Ես գնացել եմ ու չեմ լսում արդեն ու ասեց պահ կամերան դեմա տվե դեմս ինձ ինչի ստիպեց խոսամ ժողովուրդ թե ես իրան ստիպել եմ որ խոսա ես ընդհանրապես նկարել եմ այդ տեխնիկը որ ձեզ ցույց տամ տեխնիկները տենց բաներ այ մասին խոսում yani ես ստիպել եմ իրան որ խոսա այդ ամեն ինչը նրա համար որ ես իրանից չգնացի ընդհանրապես որտեվ նոր ենք սկսել ու պետքա ֆրանկ տենանք ինչ կա ինչ չկա ճիշտ չէ էլի համաձայնվեք իմ հետ որ սխալ է այդ պահելաձևը ու մարդ տենց պետք իրան չպայի ես պարտավոր չեմ միանգամից գնեմ այս կամ այն որտեվ տեսակ ինքներդ որ ինձ ուրիշ տեխնիկ դուր եկավ շատ լավ հաջողված տեխնիկա բրենդային տեխնիկա հայկական արտադրության Միանշանակ ես սա ավելի եմ ընդգծում եւ ընտրում քանց թե այն սովորական բարբի տեխնիկը, որի վրա դրած էր ընդհանրապես հայկական տարազ, մեկը ինչ որ տենց բաներ։ Դա հայկական կոլորիտ չի, դա ընդհանրապես տեխնիկ էր վերցրած, վրան բաներ էր դրած։ Ես այս տեխնիկ առա, որ լրիվ հայկական կոլորիտ էր ու բրենդային, էլի։ Այս է ուզում ասեի ձեզ, ինչ անեմ, շարժվենք առաջ Տեսնենք որտեղից կարելի է մթերքները գնել ու երևի հրաժեշտ կտանք իրար արդեն այս վլոգի շրջանակներում այսօր էլ այսքանը դժգոհ չեմ լավ անցնում հաճելի անցնում բայց սենց պահեր ինչ անեմ հասկանում եմ յուրաքանչյուր առևտրականի համար է կարևոր է որ իր առևտուրը լինի իրանից բան գնան բայց տենց ոճով չի կարելի էլի պատասխանել հաճախորդին նամանավատ հետևից խոսալ, որտեղ դա ճիշտ չի։ Ժողովուրդ ջան, եկեք վերացնենք մեր մեջից լիքը բացասական գծերից հենց այս մեկը, սկսենք սրանից։ Հիմա Խաչքարերի այգում են գտնվում, այստեղ ով չգիտի կան նաև 12-րդ դարի ու եթե չեմ սխալվում նույնիսկ 10-րդ դարի խաչքար դժվարանում եմ ասեմ որն է մի խոսքով այստեղ լիքը խաչքար կա իրանցից մեկը 15-րդ դարի կա ու տենց շարունակ շատ հետաքրքիր այգի է միջելուց մանավանդ երեկոյան լավ հով է լինում շատ երվաններ կան նաև ասեմ որ այստեղ ուտեստ ֆեստ միջազգային հայկական ավելի ստույգ ներողություն ու ուտելիքի փառատոններ անցկացվել վերջերս ես դա էլ եմ նկարել
ջան, ես սկսել եմ ջան բառը շատ ասել, ինձ դուր է գալի, առաջ չի ասում, հիմա այնքան շատ եմ ասում, որ էլ դուսուս։ Հիմա մի հատ մթերային խանութ գտնենք, որտեղ ինձ փոխաբերական իմաստով չեն հայհոյի ու չեն ասի ռադետ քաշի ստեյց նկարել չի կարելի։ Երկու բան գնենք, չէ, չնայած խի ստեյց գնենք, ժողովուրդ։ Ստեյց պետք չի գնել, որտեղ մինչև տուն հասնենք կարողա փչանա, ինչի մասին է խոսքը։ Կգնենք տնից հենց մի անգամից, տան մոտից։ Դժվար նկարեմ, հա, ներող կլնեք։ Տենց։ Հիմա ինչ ենք անում ներկապայի, գնում ենք դեպի կանգար, մեզ պետք է օպերայի կողմ գնալ, հենց որ քյասարով իմաստեղից կգնանք հյուսիսայինով դեպի օպերա ու ընդեղից արդեն կնստենք, շարժվենք դեպի տուն։ Ես որպես համեմունքների էքսպերտ Հալեպի համեմունքների հոտ եմ առնում ստեղից, դեռ գրած է հենց Հալեպի համեմունքներ, տեսեք, Հալեպի շուկա ավելի ճիշտ, այսը։ Բայց չեմ կամ ազնեցի չհասկացա այդ որն էր այդ Հալեպի շուկան, մտանք տեսանք մի քանի ինչ-որ կետեր, մեկը կենթանիների, մյուսը ինչ-որ համեմունքի, երևի հենց ենթադրում եմ, որ դա է, հա, Հալեպի շուկա կոչվում, դենց փոքր շուկա չենք տեսել մեր կյանքում։ Դրա համար հուսով ենք սխալվել ենք։ Սենց ինչ լավա քամի կա, ախ դուք դժվար հիմա հասկանաք իմ վիճակը իհարկե, որտեվ շոկից հետո որ քամի է տալի, դրանից հաճելի բան մեկը բասեինն է։ Միջելուց գնանք բասեին, թե չգնանք, մի հատ գրեք հասկանամ։ Իմիջայլուց այսքանով Մարիաննայի մասին վլոգը չի ավարտվում, որտեղ հենց անմիջապես մյուս վլոգում իրա թույլատվությամբ իհարկե, բայց համոզված եմ, որ թույլ կտա, մենք վլոգ ենք նկարելու արդեն միասին եւ անմահացնելու ենք այդ վլոգը հիշվելու է համ ձեր կողմից, համ իմ կողմից, համ Մարիաննայի կողմից, որովհետեւ մենք կպատմենք մեր մանկությունը, մեր անցած սիրուն օրերը, զվարճալի օրերը ու տենց լիքը բան շատ հետաքրքիր է ելնելու, հենց որ այս նոտայի վրա ես հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք շատ շուտով, շատ հետաքրքիր վլոգի շրջանակներում։